Բարև ձեզ, խոսենք քրոնիկական սրտային անբավարարության մասին։ Քրոնիկական սրտային անբավարարությունը բնութագրվում է այնպիսի վիճակով, երբ սրտամկանը անկարող է բավարարել օրգանիզմի մետաբոլիկ պահանջը։ Սրտային անբավարարության ամենահաճախ պատճառն է սրտի իշեմիկ հիվանդությունը։ Այլ պատճառներից են չվերահսկվող զարկերակային հիպերտենզիան, սրտամկանի տոքսիկ ախտահարումները եւ սրտամկանի ինֆեկցիոն ախտահարումները։ Հիվանդության պաթոֆիզիոլոգիայի հիմքում ընկած է ձախ փորոքի սիստոլիկ դիսֆունկցիան, այս տեսակի սրտային անբավարարության դեպքում նվազում է արտամղման ֆրակցիան։ Ինչ է արտամղման ֆրակցիան։ Արտամղման ֆրակցիան հանդիսանում է սրտի կծկողական ֆունկցիայի հիմնական ցուցանիշ։ Բացի սիստոլիկ դիսֆունկցիայից, սրտային անբավարարության պաթոֆիզիոլոգիայի հիմքում ընկած է նաև դիաստոլիկ դիսֆունկցիան։ Այս դեպքում ձախ փորոքում բարձրանում է դիաստոլիկ ճնշումը եւ հետեւաբար ձախ փորոք դիաստոլայի ժամանակ լցվում է ավելի փոքր ծավալով արյուն։ Այս դեպքում արտամղման ֆրակցիան կարող է պահպանվել եւ այս սրտային անբավարարությունը կկոչվի պահպանված արտամղման ֆրակցիայով սրտային անբավարարություն։ Սրտային անբավարարության ախտանիշներից են օրթոպնոեն, որը դրսևորվում է պարկած դիրքում շնչարկելության նոպայով։ Այն առաջանում է արյան փոքր շրջանառության կանգի հետևանքով։ Արյան փոքր շրջանառությունում կանգի հետևանքով առաջանում են նաև հազը եւ նոպայաձև գիշերային հեվոցները։ Այլ գանգատներից են ֆիզիկական տոլերանտության նվազումը, հոգնածությունը եւ թուլությունը։ Նաև կարող են դիտվել այտուցներ ստորին վերջույթներում։ Ֆիզիկալ զննման տվյալներով հայտնաբերվում է թոքերի աուսկուլտացիայից խզոցներ, որոնք առաջանում են ալվեոլները հեղուկով լցվելու հետևանքով։ Համակարգային երակային ճնշման բարձրացումը, որը կլինիկորեն կարող է արտահայտվել պարանոցի երակների արտափքումով։ Կարևոր սիմպտոմ է հեպատոյուգուլար ռեֆլյուքսը։ Այն ստուգելու համար անհրաժեշտ է սեղմել աջ թուլակողում։ Սիմպտոմը դրական լինելու դեպքում աջ թուլակողը սեղմելուն զուգահեռ պետք է արտափքվի լծային երակը։ Կարող են հայտնաբերվել նաև ստորին վերջույթների այտուց, իսկ ծանր դեպքերում ասցիտ եւ կանգային հեպատոմեգալիա։ Սրտի աուսկուլտացիայով կարող ենք հայտնաբերել գալոպի ռիթմ, իսկ ծանր սրտային անբավարարությամբ հիվանդներին կրծքավանդակի ռենտգեն կատարելով կարող ենք հայտնաբերել հիդրոթորաքս։ Հիդրոթորաքսի պատճառն է կրկին փոքր շրջանառության կանգը։ Քրոնիկ սրտային անբավարարության ծանրությունը գնահատելու համար գոյություն ունի ֆունկցիոնալ դասակարգում։ Այդ դասակարգումն է նյույորքյան դասակարգումը։ Այս դասակարգումը առանձնացնում է 4 ֆունկցիոնալ դաս։ Առաջինը՝ ֆիզիկական ակտիվության թեթև սահմանափակում։ Այս դեպքում սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կլինիկական դրսևորումներ չի առաջացնում։ Երկրորդ ֆունկցիոնալ դաս հանգստի վիճակում հիվանդի ինքնազգացողությունը լավ է, բայց սովորական ֆիզիկական ակտիվություն կատարելուց առաջանում է հեվոց եւ սրտային անբավարարության այլ դրսևորումներ։ Երրորդ ֆունկցիոնալ դաս հանգստի ժամանակ հիվանդի ինքնազգացողությունը լավ է, բայց սովորականից փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վատթարացնում են հիվանդի վիճակը, առաջանում է հեվոց եւ սրտային անբավարարության այլ դրսևորումներ։ Չորրորդ ֆունկցիոնալ դասի դեպքում ցանկացած ֆիզիկական ակտիվությունը առաջացնում է դիսկոմֆորտ։ Դիսկոմֆորտը կարող է առաջանալ նաև հանգստի պայմաններում։ Սրտային անբավարարությունը ախտորոշելու համար բացի անամնեզից եւ ֆիզիկալ զննումից շատ մեծ նշանակություն ունի էխոսրտագրությունը եւ նատրիուրետիկ պեպտիդը։ Սրտային անբավարարության ախտորոշման ոսկե ստանդարտ համարվում է էխոսրտագրությունը։ Նաև անհրաժեշտ է կատարել էլեկտրոսրտագրություն եւ այն դեպքերում, երբ սրտային անբավարարությունը առաջացել է սրտի իշեմիկ հիվանդության հետևանքով, կարող է անհրաժեշտ լինել կատարել ինտերվենցիոն միջամտություն, կորոնար անգիոգրաֆիա եւ անգիոպլաստիկա։ Իսկ ցուցումների առկայության դեպքում նաև աորտոկորոնար շունտավորում։